Բարոյական է, որ վեհափառը չլուծարեց Արցախի թեմը, բայց թեմի առաջնորդը դուրս է եկել վեհափառի։ Ես տենց թեմաներով Իհարկե ոչ։ Դա ինչ բարոյականություն կա դրա մեջ։ Բացարձակ դա անբարոյականություն է։ Բոլոր այն հոգևորականները, որոնք այսօր դեմ են կայանի վեհափառին։ Ճիշտն ասած չեմ կարող ասել ոչինչ։ Իհարկե բարոյական չի, ինչի մասին է խոսքը։ Նախ Արցախի թեմի առաջնորդ այդքան հասկացողություն պետքա լինի, հայ պետքա լինի, որ Արցախը հանձնած մի լոշտական գրագետ օրգանիզմի կողքը չկանգնի, եւ երկրորդ պետք է Արցախ թեմի առաջնորդը այնքան դիսցիպլինա ունենա, հոգեվոր հասուն լինի, որ իր հոգեվոր առաջնորդի դեմ դուրս չգա։ Դա բարոյական չի, դա անբարոյական է։ Դե անբարոյական է։ Ինչի մասին է խոսքը։ Ինքը ոնց դառավ կաթողիկոս։ Ինչ գորե դա ես գիտեմ։ Անձամբ հորը հետ, աղբորը հետ շփվել եմ։ Այդ թեման մի քիչ հարմար թեմա չի, բայց ամեն դեպքում բարոյական չէ։ Իհարկե ճիշտ չէ։ Ես չեմ կարծում, որ այդպես ճիշտ է։ Երկիրը գնում է դեպի անկում, բայց ոչ ոք ոչ մի բան չի անում։ Ոչ կառավարություն, ոչ վեհափառ, ոչ ոք։ Չեմ ուզում խոսել։ Այտենց դժվար հարց եք տալի, չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ, երեխեք։ Ղալաթարերը այդ նույն Արցախի թեմի առաջնորդ։ Երեխեք ջան, ոչ մի բան չեմ կարող ասել։ Ես հավատացյալ մարդ եմ, վեհապարին չեմ կարող ասել ոչ։ Կներեք։ Ոչ, բարոյական չի։ Բարոյական չի։ Գիտես ինչ, ես արդեն ուղեղս խանգարվել է այդ բաներից։ Կոմունիստի ժամանակ եկեղեցուն բան չեն արել, բայց ես արդեն չեմ կարող կենտրոնանամ ինչ-որ մի բան մտածել։